Բարի գալուստ այս վիդեո, որը նվիրված է հայոց արևելյան կողմերի, Գարթմանի և ուտիքի հարուստ պատմական ժառանգությանը։ Սկսենք պատմական աշխարհագրությունից, որպեսզի հասկանանք այս տարածքների նշանակությունը մեծ հայքի կազմում։ Բարի գալուստ հայոց արևելյան կողմեր, Գարթման և ուտիկ աշխարհներ։ Այս տարածքները եղել են մեծ հայքի անբաժանելի մասը։ 7-րդ դարի աշխարհացույցը հաստատում է, որ ուտիքը մեծ հայքի 12-րդ նահանգն էր, իսկ Ուրգետը եղել է Հայաստանի բնական սահմանը հյուսիս-արևելքում։ Մովսես Խորենացին վկայում է, որ այս հողերը ժառանգել է Հայկ Նահապետի սերունդ Սիսակը, իսկ Գարթմանի և ուտիքի իշխանները սերվել են նրա զավակ Հայկազուն Արանից։ Անցնենք Գարթմանի հնագույն արմատներին և կուրարաքսյան մշակույթին։ Գարթմանը մեր թվարկությունից առաջ 4-ից 2-րդ հազարամյակներում եղել է հռչակավոր կուրարաքսյան մշակույթի կարևորագույն կենտրոնը։ Մինգեչաուրից, Շամխորից և այլ վայրերից հայտնաբերված գտածոները, բրոնզե զենքերն ու խեցեղենը դրում են արևապաշտություն խորհրդանշող արևխաչեր և սվաստիկաներ, որոնք վկայում են նստակյաց հայ արմենների մասին։ Գարթմանի բացառիկ մշակույթը հայկական լեռնաշխարհում ստեղծված միասնական մշակույթի անբաժանելի մասն է, ինչը հաստատվում է հնագիտական պեղումներով։ Տարածաշրջանը ոչ միայն մշակութային, այլև պետականության և հոգևոր լուսավորության կարևոր կենտրոն է եղել։ Տարածաշրջանը եղել է հայոց հնագույն պետությունների, Արարատ Ուրարտուի, Արտաշիսյանների և Արշակունիների թագավորությունների կազմում։ Տիգրան Մեծը իր հիմնադրած տիգրանակերտ քաղաքներից մեկը կառուցել է հենց Գարթմանում։ 5-րդ դարում հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցն անձամբ այցելել է Աղվանք ու Գարթման, տարածելու լույսն ու գիտելիքը։ Տեղի իշխանների աջակցությամբ նա դպրոցներ է բացել, ուսուցանել հայերենը և վերացրել հեթանոսական աղանդները, հաստատելով քրիստոնեական հավատքը։ Գարթմանի մշակույթը հայկական միջնադարյան արվեստի անգնահատելի գոհարներ է տվել աշխարհին։ Գարթմանահայերի ստեղծած միջնադարյան մշակույթն անգնահատելի է։ Այստեղ ստեղծվել են բարձրարվեստ խաչքարեր և Գարթմանը հայկական գորգագործության հնագույն կենտրոնն է։ Աշխարհում պահպանված առաջին հայատառ գորգը գործվել է հենց Գարթմանի Բանանց գյուղում 1202 թվականին Կիրակոս Բանանցեցու կողմից։ Այս հողում են ծնվել և կրթվել հայ միջնադարյան մտքի հսկաներ, գիտնականներ ու առակագիրներ՝ Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին և Կիրակոս Գանձակեցին։ Եկեք ամփոփենք այս հերոսական պատմությունը և խոսենք մեր հավերժական ժառանգության մասին։ Դարեր շարունակ այս տարածաշրջանի հայությունը հերոսաբար դիմակայել է սելջուկների, մոնղոլների, թաթարների և այլ քոչվոր ցեղերի ավերիչ արշավանքներին, ամուր կառչած մնալով իր հայրենի հողին։ Ցավոք, 1988-ից 1991 թվականներին ադրբեջանական իշխանությունների վարած հակահայ քաղաքականության և զինված բռնությունների հետևանքով հազարամյակների պատմություն ունեցող Գարթմանն ու ուտիքը իսպառ հայաթափվեցին։ Սակայն հողի խորքում թաքնված գանձերը, լեռներում կանգուն վանքերն ու անխոս խաչքարերը մշտապես վկայում են, որ Գարթմանն ու ուտիքը հայոց անբաժանելի հնագույն և հավերժական ժառանգությունն են։